Նորություն է եղել Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող առինջմոլում, որի տաղավարները կապարակնքել են իրավապահները հարուցելով առևտրականների զայրույթը։ Դուրս են գալու։ Դուրս եկեք կտենալ։ Ուժեղ Հայաստանի խորհրդարանական թիմի առաջին դեմքի Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը։ Քաղաքական հայտ ներկայացնելը արդեն իսկ հանցագործություն է։ Չարենց Հավանը շոկի մեջ է, քաղաքում չեն հավատում 21-ամյա զինծառայող Նարեկ Թորոսյանի ինքնասպանության վարկածին ու չեն մխիթարվում տեղեկությամբ, որ նրա 2 ծառայակից է կալանավորվել։ Դասակի հրամանատար կանդ է չգիտեմ ինչ, բա ուր է դրանց հսկողությունը։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, հուլիսի 23-ի նորություններով եթերում Հայլուրն է։ Եվ այսպես 2 օր առաջ Ճամբարակի զորամասում մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանի 2 համածառայակիցները կալանավորվել են նրան անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Նրանցից մեկը կրտսեր սերժանտ է, մյուսը շարքային զինծառայող։ Ինքնասպանության վարկածին չեն հավատում մահացած զինծառայողի հայրենի քաղաք Չարենցավանում։ Շոկի մեջ են մարդիկ, որոնք լավ գիտեն Նարեկը զուսպ էր ու հավասարակշռված։ Չարենցավանցիների կարծիքով խնդիրը վերևներում պետք է փնտրել հրամանատարության շրջանում, որոնք չեն կարողանում նորմալ վերահսկողություն ապահովել բնակիչների կարծիքով։ Սաղ շոկի մեջ են, ուղղակի շշմած ենք մնացել։ 21-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի մահն է ցնցել հայրենի Չարենցավանը։ Ահավոր, մի ուրիշ ձևի այլալված, մի ուրիշ ձևի ոնց որ մեջքներս կոտրած այդ ինձ հարևաններ ենք։ Տիկին Մարգարիտայի թորնուհու դասընկերն է եղել Նարեկը։ Խելոք, համեստ, խելացի, այս 3 բառն է միանգամից դուրս գալիս Նարեկին ճանաչող մարդկանց շուրթերից։ Թորիկս ասելով շատ խելոք, շատ համեստ, շատ ընկերական, դասարանում շատ լավ տղա։ Ուրիշ ոչ մի բան ասում էր այդ չմամ, ու ինքը այնքան ազդված էր, ուղղակի չեմ կարողանում, հա, ու սա 3 շենքս էլ, ուղղակի շշմած ու շոկի մեջ ենք։ Չարենցավանի այս փոքրիկ բակում է անցել Նարեկի մանկությունը, տատիկի տունն է այստեղ։ Ինքը ծնողների հետ ապրում էր մի քանի շենք այն կողմ։ 2 թաղամասում էլ տղայի մասին միայն լավ հուշեր կան։ Անգամ չի ուզում հավատալ, իմ ընկերուհու թորնիկն է, ես շատ մեծ ցավ եմ ապրում։ Ինչ եմ հանդիպել դեռ ընկերուհուս, որտեվ հələ ոնց որ չկարողանամ ինքս ինձ պատրաստ եմ գնալ։ Շատ լավ բնավորության, ընկերասեր, հասնող, շատ լավ, իրանից երբեք վատ բան չենք լսացի, երբեք։ 2 օր առաջ քննչական կոմիտեն էր հայտնել, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, չմանրամասնելով թե որ հոդվածով։ Ավելի ուշ մամուլում հայտնվեցին լուրեր, որ Նարեկի համար ճակատագրական է եղել դիրքերում առաջին մարտական հերթապահությունը, նրան ծեծել են, հասցրել ինքնասպանության։ Այսօր միայն քննչական կոմիտեն հայտնեց, որ Նարեկ Թորոսյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվում է 2 զինծառայող, նրանք կալանավորվել են։ Դասակի հրամանատար կանդ է չգիտեմ ինչ, բա ուր է դրանց հսկողությունը։ Ուր է դրանց հսկողությունը։ Առաջինը դրանց պետք է Ասկի թուրքը այդպես բան չի անում։ Խոցնողները չեն պահում, որ դու տանես ես ինչ աներ, դու էլ ես տղա, ինքն էլ է տղա, բայց չեք ամաչում, որ այդպես բան է կա։ Նարեկին ճանաչողները չեն հավատում, որ տղան կարող էր անձնասպան լինել։ Հայ-ռուսական համալսարանի լրագրության բաժնում էր սովորում, սպորտային լրագրող պետք է դառնար, մեծ երազանքներ ուներ։ Չի կարա զինվորը ինքնասպան լինի, ինքն էլ լրագրող սովորող համալսարանի։ Ես սպանողի ծնողին եմ ասում, ամոթ նրա ծնողին վտնման ժառանգա, դա սիրակում ու ուղարկում բանակ։ Իմանալով իր ծնողներին իր ցավապատճառում հաստատ չէր անում։ Ես չեմ կարծում, որ նման ուսանող տղան, նման սպորտային լրագրող տղան նման քայլի չէր անցնի երբեք իմ մտքով նման բան Նարեկից։ 21-ամյա Նարեկ Թորոսյանը հայկական բանակում 8-րդ զոհն է, վերջին 7 ամսում, սա ըստ պաշտոնական աղբյուրների։ Կա անկարգապահության մի խայտառակ մթնոլորտ։ Հայաստան դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը բազմիցս է ազգային ժողովի ամբիոնից ահազանգել, բանակային կարգապահությունը բարձի թողի վիճակում է։ Շաբաթներով օրինակ հիմա 3-րդ բանակային կորպուսը հրամանատար չունի, հատուկ նշանակության ուժերը հրամանատար չունեն,
Իսկ այս բարձիթող վիճակն է։ Պաշտպանության նախարարությունն ընդհանրապես բանակային այս ողբերգությանը չի արձագանքել, իսկ առաջ Գեղամ Մանուկյանը հիշում է հայկական մամուլում չգրված ոսկե օրենք կար, նույնիսկ հստակ ինֆորմացիա ունենալու դեպքում լրագրողները սպասում էին, մինչև Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարություն կտարածեր։ Որովհետև հասկանում էինք օդի մեջ միայն զոհ կա զինված ուժերում, ձևակերպումով լուր տալը նշանակում էր ամբողջ զինված ուժերում զինծառայողների ծնողները այդ պահին վեր էին թռնելու։ Բայց տևական ժամանակ է հայկական զինված ուժերում տեղի ունեցող ողբերգական դեպքերի մասին Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություններ չի տալիս, չի ցավակցում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին։ Ամենատգեղն ու ահավորը դեռ նոր պետք է հարկավորությունը լինի զուգահեռ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ինչ որ տեսահոլովակ է ներկայացնում զինվորների խոհարարների մրցույթ թիթեռ նկարելով զբաղվելու հետևանքն է։ Քննչական կոմիտեն էլ զինծառայողի անվան ազգանունի առաջին տառերը հրապարակեց միայն լրագրողների ճնշումներից հետո։ Լիլիթ Գասպարյան, Անի Ավանեսյան, Հենրիկ Համազասպյան, Աշոտ Մնոյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Իդեպ ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունների 2026 թվականի 7 ամիսների ընթացքում Հայաստանի զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք, որից 11-ը պաշտոնապես համարվել են զինվորական ծառայության հետ կապված, իսկ 19-ը չկապված։ Մի ահասարսուր դեպքի մասին Հարագածոտնի Մելիք գյուղում 20 և 25-ամյա տղաները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը։ Նրանք ձերբակալվել են, եղբայրներից մեկը խոստովանել է կատարվածը։ Դեպքը տեղի ունեցել մարտին ըստ ոստիկանության հաղորդագրության 56-ամյա կնոջ անհետանալու մասին ահազանգը ընդամենը 2 օր առաջ է ստացվել։ Պարզվել է, որ կենցաղային վեճի ժամանակ երիտասարդները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը, հետքերը թաքցնելու համար դին տեղափոխել են իրենց տան մոտ գտնվող կիսակառույց շինություն ու թաքցրել հողի տակ։ Շարունակենք այսօր մոտ 3 ժամ լարված է եղել իրավիճակը Առինջ մոլ առևտրի կենտրոնում, որ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին է պատկանում։ Իրավապահները երկուշաբթի աշխատակիցների հանգստյան օրը առանց նրանց իմացության 26 տաղավար են կապարակնքել, այսօր առավոտյան էլ ներխուժել են կենտրոն խաթարելով մյուս տաղավարների աշխատանքը։ Առևտրականներից մեկի խոսքով գրեթե 200 ոստիկան է եղել Առինջ մոլում։ Իրենց աշխատանքը չխանգարել պահանջող մարդիկ փորձել են փակել ճանապարհը, բայց ոստիկանները արգելել են, ինչն էլ դարձել է լարվածության հիմնական պատճառը։ Իսկ քննչական գործողությունների պատճառը ըստ պաշտոնական հաղորդագրության այն է, որ Առինջի 3.5 հեկտար հողամասի կառույցները բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիներում են, դրանց հետագա շահագործումը վտանգավոր է քաղաքացիների կյանքի և առողջության համար։ Անվտանգության նկատառումներով են դրանք կնիկվել ըստ քննչական կոմիտեի։ Դուրս են գալու։ Դուրս եկեք կտենակ։ Թունդ վիճում են իրավապահներն ու Առինջ մոլի աշխատակիցները, ավելի քան 3 ժամ լարվածությունը չի թուլանում։ Առինջ մոլի առևտրականները ի նշան բողոքի ուզում են փողոց փակել, ոստիկանները կենդանի պատ կազմած արգելում են։ Փակեք ինչ որ շփամի։ Ճամփա փակելը, դա մոռացեք, չեք ելնելու ճամփա փակել։ Ճամփան փակելը մոռանալ տալու համար են ցուցարարներից մի քանի անգամ շատ ոստիկաններ հավաքվել Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող առևտրի կենտրոնում։ Ապշում են զայրացած աշխատակիցները։ Նրանց խոսքով մոտ 200 ոստիկան, այդ թվում սև բերետավորներ են գործուղվել առևտրի կենտրոն։ Առինջ մոլի կապարակնքված տաղավարներից մեկի աշխատակցի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է։ 40 րոպե չգաշտապ օգնությունը։ Փոխարեն 15 մեքենա ոստիկանություն կա։ Զգացի, որ ճոճվելով գնում է, բերել եմ ներս, առաջօգնությունը տվել ենք, դեղեր տվել ենք, բայց դե զգացինք, որ ավելի է գնալու վատամ, քանի որ սուր նևրոզ ունի, իրեն էլ ճանաչում ենք, դրա համար շտապ օգնություն կանչեց։ Երկուշաբթի Առինջ մոլի վաճառականների հանգստյան օրը 26 տաղավար են կապարակնքել քննիչները։ Մարդիկ հաջորդ օրը փակ տեսնելով իրենց առևտրի կետերը անակնկալի են եկել, ինչու որևէ ծանոթում չեն ստացել քննչական մարմնից։ Երեքշաբթի օրը եկել ենք աշխատանքի, տեսել ենք տաղավարների 26 տաղավար կապալակնքվել է եւ ոչ մի պատասխան չունենք, ոչ մեկ իմ հարցնում ես ոչ ենք չգիտեն թե ինչի համար է փակվել, տարբեր վարկածներ կա,
Տաղավարի տերերն էլ եկել են մեզ մոտ, մենք պատասխանել ենք, որ կներեք չենք իմանում ինչումն է հարցը, որովհետև ոչ մի իրազեկում չի եղել, ոչ մի ծանոթում չի եղել։ Փակված տաղավարների աշխատակիցներին հորդորում են տեղավորվել մյուս բաց տաղավարներում։ Մեզ ասել են միակ բանը այս բանը, որ կարող ենք ձեզ առաջարկել, կարող եք մի քանի խանութներով հավաքվել, որ մենք գանք բացենք ձեր ապրանքները հանեք խանութներից։ 26 տաղավար կապարակնքելուց բացի Orange Mall-ի գլխավոր մուտքն են փակել իրավապահները, տպավորություն ստեղծելով, թե առևտրի կենտրոնը չի գործում։ Orange Mall-ի մի քանի աշխատակցի իրավապահներն ասել են, թե տարածքով անցնող բարձրավոլտ հոսանքի լարերը վտանգավոր են մարդկանց կյանքի համար։ Սյուները եղել են տարիներ շարունակ եւ շուկան գործել է տարիներ շարունակ։ Հիմա այդ նույն բարձրավոլտը անցնում է նաեւ հենց այս փողոցի վրայով։ Եթե դա վտանգավոր է, թող այս փողոցն էլ փակեն, մեքենա չանցնի։ Եթե պատճառաբանում են այդ բարձր հոսանքը, անդե շինարարություն է այդում, այդ հոսանքը չի խանգարում իրանց։ Ավելի ուշ քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրությամբ հաստատում է. տաղավարները կնիկվել են, քանի որ գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ եւ այդ տաղավարների շահագործումը վտանգ է ներկայացնում քաղաքացիների կյանքի եւ առողջության համար։ Շատ բաներ իրար զուգադիպում, այդքան մի բան։ Orange Mall-ում պատահական չեն համարում, որ էլեկտրալարերի մասին քննչականը հիշել է Գագիկ Ծառուկյանի դեմ արշավի թեժ պահին։ 2018-ին, 2021-ին եւ 2026-ին Փաշինյանին ընտրած վաճառականները չեն հասկանում, ինչու է իրենց վատություն անում, իրենց սիրելին։ Սարերու ձորեր էր խոստանում 18 թվից, սարերու ձորեր է խոստանում ժողովրդին։ Բա օգնեք, աջակցեք, մի փակեք։ Գոնե մի խոչընդոտեք, լավություն չեք անում, վատություն էլ մի արեք։ Հիմա եկել ենք սենց կանգնել ենք, մեր օրվա աշխատավարձով է տալու, որ տանենք երեխաներին պահենք։ Այս մի ամիս առաջ եք Փաշինյանին ընտրել։ Ընտրել ենք, շատերս ենք ընտրել, շատերս ենք ընտրել։ Այո, դե որովհետև գործող վարչապետ է եղել, մտածել ենք, որ թող լավ լինի երկրի համար, որովհետև խոստումները շատ մեծ են եղել։ Orange Mall-ում խոստանում են ավելի կտրուկ քայլերի դիմել, եթե կորցնեն աշխատատեղերը։ Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը եւ 1 միլիարդ դրամ գրավը։ Դատախազությունը նրա դեմ քրեական հետապնդում է հարուցել բռնություն գործադրելու կամ սպառնալիքի միջոցով հավաքին մասնակցել հարկադրելու եւ առանձնապես խոշոր փողերի լվացման հոդվածներով։ Չորեքշաբթի կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնել էր, որ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի, սակայն դատախազություն էր վերադարձրել նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու միջնորդությունը։ Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելն արդեն հանցագործություն է, հայտարարել է Ազգային ժողովի Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանը։ Սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Հայաստանում վերջի ժամանակներում ուղղակի քաղաքական հայտ ներկայացնելը արդեն իսկ հանցագործություն է եւ ընդհանրապես կարիք չկա խորանալու, թե ինչի մեջ քեզ կմեղադրեն, քանի որ քաղաքական հայտ ներկայացնելը երկիրը ավելի լավ պատկերացնելը, ավելի լավ երկրի ապագան տեսնելը արդեն իսկ հանցագործություն է համարվում այսօր Հայաստանում։ Սակայն սա հենց այն որոշիչ բանն է, քննությունն է, որը տարանջատում է այն մարդկանց, ովքեր պատրաստ են գնալ այդ բարդությունների եւ այն մարդկանց, ովքեր ամեն բարդությունից խուսափում են։ Մենք պատրաստ ենք այդ բարդությունների, միշտ պատրաստ ենք եղել եւ հիմա էլ ենք պատրաստ եւ մի անգամ ասել եմ, մեկ անգամ էլ կասեմ, ավելի մեծ պատիվ է մեր պայքարի համար գտնվել ճաղերի այն կողմում, քան այս կողմում։ Հայաստանը լինելու է մի երկիր, որտեղ այլևս քաղաքական հետապնդումը, քրեական գործեր չեն ծառայելու մարդկանց քաղաքական գործունեությունից հետ պահելու համար։ Այսինքն չեն բացվելու նոր քրեական գործեր, որպեսզի մարդիկ քաղաքականությամբ չզբաղվեն, այլ ուժային կառույցները աշխատելու են, որպեսզի երկրում ամեն օր չլինի սպանություն, որպեսզի երկրում լինի իրական օրինականություն եւ երկիրը վերադարձնի իր ամենաանվտանգ երկիր տիտղոսը, որ ունեցել ենք մենք տարիներ շարունակ։ Վստահ եղեք, սիրելի հայրենակիցներ, որ ոչ մի բարդ բան բերդ գնալու մեջ չկա, ոչ մի բարդ բան ինձ համար եւ իմ թիմակիցների համար այս ճանապարհի մեջ չկա եւ մենք գնալու ենք, շարունակելու ենք այս process-ը, որովհետեւ սա մի մեծ պատմության, մի մեծ տարածաշրջանային զարգացման մի մաս է։
որի հիմնական նպատակները լրիվ այլ են։ ՄԻՊ ներկայացուցիչները Աբովյան քրեակատարողական հիմնարկում հանդիպել են հուլիսի 10-ից կալանավորված Մայր Հայաստան կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի հետ։ Ըստ գրասենյակի հաղորդագրության Մանուկյանը պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել է, որ իր նկատմամբ դատարանի կիրառած սահմանափակման պատճառով չի կարողանում խոսել դստեր հետ։ Հաշվի առնելով դեպքի զգայունությունը, պաշտպանի հաստատությունը հաղորդակցություն է վարում նաև գործընկեր կազմակերպությունների հետ, նշված գործընթացում երեխայի լավագույն շահն ապահովելու, ինչպես նաև երեխայի կարիքներին համարժեք աջակցության ապահովման հնարավորությունը քննարկելու ուղղությամբ, վստահեցնում է ՄԻՊ գրասենյակը։ Թե ինչ քայլեր են անում, գրասենյակը չի հայտնում, շեշտելով, թե այդ տեղեկությունը խորհրդապահական է եւ ենթակա չէ հրապարակման։ Արեգնազ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու համար։ Շարունակենք սրբազան պայքարի գործով մեղադրվող Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անհապաղ ազատ արձակելու փաստաբանի միջնորդությունը մերժել է դատարանը։ Նա կշարունակի մնալ տնային կալանքում։ Միևնույն ժամանակ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի տնային կալանքը դատարանը փոխել է վարչական հսկողությամբ։ Դատական նիստի մանրամասները ռեպորտաժում։ Բագրատ Սրբազանին 1 ժամ ուշացումով են իրավապահները դատարանի դահլիճ ուղեկցում։ Նա երկար է սպասել տանը, մինչև համազգեստավորները բարեհաճ են գնալ իր հետևից։ Այդ ընթացքում հասցրել է այգուց ծիրան հավաքել, որ հյուրասիրի դատարանի բակում հավաքվածներին։ Բագրատ Սրբազանի դատարանի դահլիճ մտնելուց անմիջապես հետո 30 րոպե ընդմիջում է հայտարարվում։ Մինչ այդ դատարանը որոշել էր փոխել ՀՅԴ անդամ Իգոր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը եւ սահմանել վարչական հսկողություն։ Անփոփոխ է երկրից բացակայելու արգելքը եւ 2 միլիոն դրամ գրավը։ Իգոր Սարգսյանը նաեւ իրավունք չունի շփվել դատավարության մյուս մասնակիցների հետ։ Վարչական հսկողության ընթացքում պարտավոր է շաբաթական 1 անգամ պրոբացիայի ծառայություն ներկայանալ։ Անհապաղ վերացնել Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը որպես խափանման միջոց։ Փաստաբան Արամ Վարդևանյանը դատարանին միջնորդություն է ներկայացնում անհապաղ վերացնել Հայաստան դաշինքի ցուցակով պատգամավորի մանդատ ստացած Արթուր Սարգսյանի խափանման միջոցը։ Սահմանադրական դատարանի 2021 թվականի որոշման համաձայն անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ։ Նախքան լիազորություններ ստանձնելը պատվարժան դատարան ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակը ձեռք բերած անձը պետք է ողջամիտ հնարավորություն ունենա նախապատրաստվելու այդ լիազորությունների ստանձնման։ Միջնորդությունը սակայն մերժվում է։ Արթուր Սարգսյանի տնային կալանք խափանման միջոցը մնում է անփոփոխ։ Այս մի տարվա բոլոր որոշումները, այս որոշումները իմ համար անակնկալ չէր հարգարժան դատարան, բայց մի հետաքրքիր բան կա։ Դուք արդեն ամսի 30-ին խափանման միջոցի իմ հետ կապված նիստ կա։ Հələ 30-ին պիտի որոշենք, էլի։ Հիմա կողքից բոլորը անաչառ դիտորդի նոնը դուք ասում եք օգոստոսի 2-ին արդեն որոշումը կայացրել եք 30-ին։ Ձեր բառերն եմ ասում։ Օգոստոսի 2-ին կարա Սարգսյան Արթուրը պրոբացիայի ոստիկաններ գնալ ազգային ժողով։ Դուք արդեն եմոս դուս եկեք այդ միջան, այդտեղ 30-ի որոշումն եք հրամանել եք ստացել։ Միանգամից Փաստաբանները կարծում են, որ սրբազան պայքարի գործը քննող դատավոր Կարեն Ֆարխոյանը ճնշումների տակ է։ Ճնշման միջոց է նաև կարգապահական նախազգուշացումը, որը նա այս շաբաթ է ստացել բարձրագույն դատական խորհրդից։ Թե արդյոք այս ամենը ձեր որոշումը այս ձևով, այս տրամաբանությամբ կամ տրամաբանությունից շեղված, պայմանավորված է նրանով, որ ձեր նկատմամբ նաև կարգապահական պատասխանատվության միջոց է կիրառվել ըստ զանգվածային լրատվության միջոցների։ Ես չգիտեմ, բայց այդտեղ շատ մեծ ողջամիտ կապ եմ տեսնում։ Այսքանը ես անկեղծորեն եմ ասում, թող սա չլինի մեր դատական իշխանությանը ընկալելու մոտեցումը։ Այն ինչ դուք այսօր արեցիք։ Աննա Գյուլնազարյան, Աշոտ Մնոյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Իդեպ այսօր Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, քարտուղար Արթուր Խաչատրյանը։ Սիրելի հեռուստադիտողներ, իսկ այժմ կարճային մասին, թե ինչ ունենք թողարկման երկրորդ մասում։ Երևանին հիմա էլ պարտադրում են նշաձող իջեցնել հայ-ադրբեջանական այսպես կոչված խաղաղության գործընթացում, Ալիևի հետ Բերլինի անբանակցությունից հետո Գերմանիայի կանցլերի զանգը Փաշինյանին։
Այս ամբողջ տրամաբանությունը ընթանում է նշաձողի իջեցման տրամաբանությամբ։ Ոսկետափում բողոքի ձայնը չի լռում, գործարանին 40 դրամով լոլիկ հանձնելու հեռանկարն էլ չի ոգևորում հարյուրավոր տոննաներով լոլիկ աճեցրած դաշտատերերին։ Մեծ գումարը վարկը պետք է փակվենք։ Վնասի 10% փոխհատուցում է խոստացել Վայլբերիզը վաճառողներին, որոնց ապրանքները ոչնչացել են իր 3 պահեստների վրա ուկրաինական հարձակումների հետևանքով։ Մոտ 15 միլիոն դրամի կորուստ արդեն ունեմ։ Եվ պատերազմի երկու օջախներում ռազմական թեժ գործողությունները շարունակվում են, ռուս-ուկրաինական ռազմաճակատում զոհեր ու վիրավորներ կան, Միացյալ Նահանգներ Իրան հակամարտությունը կարող է ավելի մասշտաբային դառնալ։ Եվ այսպես սկսենք Փաշինյան մերձ չորեքշաբթի կայացած հեռախոսազրույցից, որը քաղաքագետների ուշադրությունը գրավել է հատկապես այն պատճառով, որ անմիջապես հաջորդել է Ալիևի Բերլինյան այցին։ Ադրբեջանի նախագահի հետ ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթ ստորագրելուց հետո Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զանգել է Նիկոլ Փաշինյանին, դրա հետ քննարկել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Հայ-ադրբեջանական այսպես կոչված խաղաղության գործընթացում նշաձողի իջեցում են պահանջում Երևանից։ Այսպիսի կասկածներ ունի քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Նրա կարծիքով Երևան-Բաքու չկարգավորված հարաբերությունները խոչընդոտ են Բաքու-Բերլին գործակցության խորացման համար, ու Մերցը փորձում է վերացնել այդ խոչընդոտը Հայաստանին զիջումների դրդելով։ Մերց-Ալիև հանդիպումից անմիջապես հետո ինչու է Գերմանիայի կանցլերը զանգահարել Նիկոլ Փաշինյանին։ Մերցի եւ Փաշինյանի հեռախոսազրույցի կոնկրետ բովանդակությունը իհարկե իմանալ չենք կարող, բայց մենք գիտենք վերջին տարիների դինամիկան։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը նկատում է, ինչպես 2022-ին Պրահայում Փաշինյանը Եվրամիության պահանջով իջեցրեց նշաձողն Արցախի հարցում, այնպես էլ հիմա է պատրաստվում նոր զիջումներ անել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը վերջնական կնքելու համար։ Ինչքան էլ հեքիաթներ չպատմեն Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները, Հայաստանին անվտանգության ընդամենը մեկ մոդել են առաջարկում։ Ասում են ձեր անվտանգության երաշխիքը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է։ Սուրենյանցը պատահական չի համարում, որ Մերց Փաշինյան հեռախոսազրույցի մասին Գերմանիայի կառավարության հաղորդագրությունում հատուկ ընդգծվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների առաջընթացի կարևորությունը։ Կանցլերը խրախուսել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հետագա առաջընթացը եւ ընդգծել դրա կարեւորությունը տարածաշրջանային կայունության համար։ Քաղաքագետները բացահայտում են դիվանագիտական տողատակերը։ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից առաջ Մերցն ու Ալիևը Բերլինում ստորագրեցին փաստաթղթեր ռազմավարական գործընկերության, ինչպես նաեւ երկու երկրների գործարար խորհրդի ստեղծման մասին։ Միջին տերության ստատուսի է ձգտում Իլհամ Ալիևը, առայժմ դա նրան հաջողվում է։ Ըստ Սուրենյանցի, Բերլինն ու Բաքուն էներգետիկ, լոգիստիկ, անգամ անվտանգության հարցերով լուրջ համագործակցություն են սկսում, իսկ դրա հաջողության համար այսօր խոչընդոտ են Բաքվի ու Երևանի դեռևս չկարգավորված հարաբերությունները։ Այս ամբողջ տրամաբանությունը ընթանում է նշաձողի իջեցման տրամաբանությամբ։ Ալիևը փոխշահավետ գործարքներ է կնքում արևմտյան առաջնորդների հետ արևմտյան առաջնորդները բալանսավորված խաղաղություն բանաձև առաջ մղելու փոխարեն Հայաստանին հակում են անդադ զիջումներ անել Ադրբեջանին։ Քաղաքագետը վստահ է, հիմա արևմուտքը ուժգնացնում է ճնշումը Փաշինյանի վրա, որպեսզի նա շատ արագ բավարարի թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները։ Սահմանադրությունն անշուշտ անկլավներն են, տեսանել այդ երկու բաները կան, չէ, որի մասին Բաքուն բարձրաձայնում է, չբացառենք վերադարձի կոնցեպտն է, նաև այդ ընտրությունից հետո անմիջապես էլի բան արեցին, չէ, ակտիվացրեցին այդ թեման։ Մեծ բարեկամ։ Բայց Փաշինյանը ըստ Սուրենյանցի հասկանում է, որ հունիսի 7-ից հետո ինքը լեգիտիմության լուրջ խնդիր ունի։ Փակուղում է հայտնվել եւ պետք է համոզի արևմուտքին, որ ինքը չի կարող շատ արագ կատարել Բրյուսելի եւ Ալիևի հրահանգները։ Անդադ իջեցնել նշաձող հայ-ադրբեջանական հարաբերություններում, որի դիմաց արժանանալ Բաքվի եւ Անկարայի բարեհաճությանը։ Կարնե Մանգասարյան, Աշոտ Մնոյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։
Ռուսական շուկայի դռների հայկական արտադրանքի առաջ փակվելուց հետո Արարատյան դաշտում լոլիկը տոննաներով հասունանում ու փտում է հենց թփերի վրա։ Ոսկետափցի Պարքև Սարիբեկյանի 5 հեկտար դաշտում 400 տոննա լոլիկ կա։ Այդքան բերքը կիլո վաճառել հնարավոր չէ, դաշտատիրոջ միակ հույսը գործարանն է։ Իսկ գործարանին 40 դրամով լոլիկ հանձնելը գյուղացիների սրտով չէ։ Այդ գնով վաճառած ապրանքի փողով իրենք հազիվ ջրի աշխատողի փող տան ու վարկերը մուծեն։ Հայլուրի թղթակցին ասել են գյուղացիները։ Երևան-Մեղրի ճանապարհը փակած գյուղացիներին լուծում խոստացած Ոսկետափի վարչական ղեկավարն է Հայլուրին հայտնել, որ կառավարությունը շուտով որոշում կընդունի սուբսիդավորել արտաշատի գործարանը, որպեսզի բերքը 40 դրամով ընդունեն։ Ծանրությունից խեղճացել են Ոսկետափի դաշտերը։ Տոննաներով հասած լոլիկը դեռ տանող չկա։ Բերքը ինչքան կարմրում է, պետք է շուտ վրից վերցնես, բայց չեմ կարող վերցնել, որովհետև որտե տանեմ։ Պետք է հանես, որ չփճանա, ինք որ ծանրապերում է, ավելի շուտ փճանում է։ Եթե չհավաքեցինք, ասենք մի շաբաթ հետո էսի կգաս տեսնես ուրիշ դաշտ է։ Պարքևի դաշտն է, 5 հեկտար տարածքում մոտ 400 տոննա լոլիկ է աճեցրել, արդեն քանի օր մտածում է, ինչ է անելու այսքան բերքը, եթե գործարանները հանկարծ չընդունեն։ Այդ 400 տոննա ես ասենք դե 1 կիլո չի, 10 կիլո չի։ Որտեղ ես իրացնեմ չգիտեմ։ Շուկա պետք չի ինձ, շուկա չեմ կարա իրացնեմ, որ ուզենամ էլ։ Ինձ գործարան պետք է աշխատի։ Այսօր այդի ավելի կադրագործել են, ավելի լավ սարքավորումներ բերել են, բայց չի աշխատում, չեն կարող մտերեն։ Իրենց հոգսը մեծացավ, երբ ռուսական շուկայի դռները փակվեցին հայկական լոլիկի առաջ։ Պահածոյացված սնունդն էլ սկսեց դժվարությամբ արտահանվել, իսկ այդքան ապրանք միայն մեր երկրում սպառելը գրեթե անհնար է, նկատում է Պարքևը։ Հասկանում է, գործարանները նույնպես փաստի առաջ են կանգնել։ Հիմի 2 տարի է չի մտերում, որովհետև եղած տոմատի պաստան նադի մնում է, չի կարում իրացնի։ 18 թվի տոմատի պաստա կա։ Նախանցած տարիներ մեզ առաջարկում են տարեք լցրեք դաշտեր, որպես սնունդ, բոշկաներ, տարաներ դադարգեք տվեք մեզ։ 100 տոննա։ 100 տոննա այդ տարվա կդրվածքի, ասենք ընդունած իրա բերքն է։ Իրան էլ մեղադրելու չի։ 5 միլիոն դրամ վարկ է վերցրել Պարքևը դաշտում կարմրաթուշ բանջարեղենն աճեցնելու համար։ Միայն 2 միլիոն դրամի գոմաղբ է բերել հողը պարարտացնելու համար։ Ամեն հեկտարից ես 100 տոննա բերք եմ ստանում։ Ասենք նորմալ մշակելու դեպքում 100 տոննա ստանում եմ, բայց ասենք ու ինչ պետք է անեմ, չգիտեմ ինչ պետք է անեմ։ Ամեն առավոտ դժվար ճանապարհով են դաշտ հասնում Պարքևն ու 4 բանվորները։ Դաշտատերն ասում է, հավասար աշխատում են լավ բերք ստանալու համար։ Դաշտում աշխատող կանանց խոսքով իրենք արդեն 30 տարի Պարքևի դաշտում գործանելով են իրենց օրվա հացը վաստակում։ Բերքը հավաքելուն եւս 26 աշխատող է իրենց միանում։ Մենք սպասում ենք, որ կառավարությունը ինչ-որ բան պետք է անես բոլորի համար։ Ամեն տարի մշակում ենք, 24 տարի արդեն աշխատում եմ նույն տեղում։ Մենք դաշտի տիրոջից ոչ մի խնդիր չունենք, բայց գյուղմթերումը եթե լինի ժամանակին, մեր բոլորիս համար ինձ թվում է, որ պետք է լավ լինի։ Տիկին Երանիկն էլ դաշտ ունի, 6 երեխաների մայր է, ասում է դաշտում աշխատելով ու իր դաշտի բերքը գործարաններին հանձնելով է երեխաներին պահել, մեծացրել, նրանց ուսման տվել։ Այսօր արդեն մտածում է, որ հողագործությամբ զբաղվելը եկամտաբեր չէ։ Իմ դաշտում էլ պամիդորը հասել է, բայց չեմ կարողանում, ոչ շուկայում է ծախվում, ոչ էլ մթերվում է։ Օրավարձով աշխատող այս կանայք, որ այս օրերին դաշտ են խոտից մաքրում, հասկանում են, որ իրենց օրական աշխատավարձը հիմա վերցնել չեն կարող, բայց ինչպես այս ծանր պահին հրաժարվեն գործից այն դեպքում, երբ տարիներ շարունակ իրար օգնել ու աջակցել են։ 20 տարի, 30 տարի աշխատում են, ասենք մենք ընտանիքով իրար ճանաչում ենք։ Վստահություն կա, ասենք աշխատում են նիսյա, միջև ասենք թե ապրանքը ծախենք, միջև հիմի ասենք թե եղել է, վերցել ենք վարկերով փակել ենք, բայց սրանից հետո քան եսի չենք ծախել, չենք կարա տանք։ Պետք է աշխատեն, երբ որ կարացանք ծախենք, նոր իրանց գումարը տանք։ Բայց իրանք էլ օրվա հացի խնդիր ունեն։ Պետք է տանեն, որ իրանց երեխեքուն հաց առնեն, կերակրեն։ Պարքևն ասում է, միայն լոլիկ աճեցնելը չէ, որ անօգուտ գործ է դարձել։ Իր պահեստում 100 տոննայից ավելի ցորեն ունի պահեստավորված, դա էլ լավ գնով վաճառել չի հաջողվում։ Եկող տարի ինչ պլանավորեմ, ցորեն ցանում ենք չի, Եգիպտա ցորեն ցանում ենք չի, ինչ ցանենք, ոչ մի բանջարեղեն, ծառանոցներ տանեմ ցույց տամ, բերքերը, տագերը լսված, ամեն ինչն էլ դժվար դեմ, գյուղը մտերք, բացարձակապես իրացում չկա։ Պետությունը ընդունում է խոսքորնակ 90 դրամ, 100 դրամ։ 100 դրամ իր ինքնարժեքը չի անում։ Ես այդքան ծախս եմ անում վրան, 100 դրամով ես չեմ կարող վաճառեմ։
Այսինքն նախորդ տարիներին 100-ից բարձր։ Պետություն չկա, ես ծախել եմ, ասենք անհացերներեսի ցավարի տակ են տարե բանակի համար ցավար են արի Ռուսաստան են ուղարկե դուրս է գնացել։ Դեռ բերքը չհասած ու եկամտի երես չտեսած գյուղացիներն արդեն պլանավորել են, թե ինչ ծախսեր են հոգալու, եթե մի հրաշքով գործարանները նորից ընդունեն իրենց բերքը։ Մեծ գումարը վարկը պետք է փակվենք վարկերը, տակը տենանք ինչ մնա, որ դրանով ապրենք։ Ոսկետափի վարչական ղեկավարը խոստացել էր չորեքշաբթի գյուղացիների խնդրին լուծում տալ։ Նշան Հովհաննիսյանի խոսքով կառավարությունը նախորդ տարվա նման 10 դրամ սուբսիդիա կտրամադրի գործարաններին։ Գյուղացիների բերքը 40 դրամով կմթերվի մինչև ամսվա վերջ։ Հաջորդ նիստով արդեն սուբսիդավորված կառավարության որոշումը կլինի եւ 30 դրամ մթերողը կտա, 10 դրամ սուբսիդավորված գումարը կլինի։ Պարքևն ասում է անցած տարի են 40 դրամով հանձնել իրենց դաշտերի լոլիկը։ Ճիշտ է, ուրախ է, որ Մարգերի լոլիկը չի փչանա, բայց ասում է այնքան էլ ձեռնտու չէ։ Հազիվ հազ ջրի փող վճարեն, աշխատողներին փող տան ու վարկերը փակեն, իսկ ոսկետափցուն իր տանջանքն է մնալու։ Աննա Գյուլնազարյան, Աշոտ Մնոյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Վայլդբերիսի 3 խոշոր պահեստների պայթեցումից հետո նաև հայ վաճառողների միլիոնավոր դրամների ապրանքներ են հոդս ցնդել։ Թեև օնլայն մարքեթփլեյսի հիմնադիրը խոստացել է ինչ-որ չափով փոխհատուցել վաճառողներին, առաջին հերթին փոքր բիզնեսին, վաճառողների խոսքով դա այնքան էլ չի թեթևացնում իրենց կորուստը։ Հայլուրի հետ զրուցած Միլենան Վայլդբերիսում խոհանոցային եւ կենցաղային ապրանքներ է վաճառում։ Նախնական հաշվարկներով 15 միլիոն դրամ է կորցրել պահեստի հրդեհվելու պատճառով, փոխհատուցում էլ դեռ չի ստացել։ Նախնական հաշվարկով մոտ 15 միլիոն դրամի կորուստ արդեն ունեմ։ 15 միլիոն դրամի կրակի բաժին դարձած ապրանքի դիմաց Վայլդբերիսից դեռ ոչ մի կոպեկ փոխհատուցում չի ստացել Միլենան։ Կիևի աղետալի հարվածների հետևանքով 4-ից 5,000 ապրանք է կորցրել, որ Կրասնոդարի եւ Մոսկվայի պահեստներում էին։ 5-ից 6 տարբեր պահեստներում ապրանքներ ունեմ, այդ թվում նաև արդեն իսկ պայթեցված պահեստներում։ Վայլդբերիսը հենց ինքը հստակ տեղեկություն չի տվել, թե պայթյունի հետևանքով ինչ է մնացել, ինչ չի մնացել, բայց ամեն դեպքում ես ենթադրում եմ, որ ոչինչ չի մնացել։ Ռուսական խոշորագույն օնլայն հարթակում խոհանոցային պարագաներ եւ կոսմետիկ միջոցներ է վաճառում։ Լսել է, որ հայ շատ տնտեսվարողներ վնասի 10%-ի չափով փոխհատուցում ստացել են։ Потеряли теперь огромные убытки։ Կարծում է այդպես պարզապես փորձում են լրացնել սոցցանցերում օրերով ողբացող տնտեսվարողներին, մարդկանց, որ րոպեների ընթացքում կորցրել են ամեն ինչ։ Սա ուղղակի փոխհատուցում էր, այսպես ասած, շատ վաճառողներին այս պահի դրությամբ լրացնեն։ Իրականում չգիտեմ, պայմանավորված է իմ փոխհատուցում չստանալը նրանով, որ ես մտնում եմ մեծ սելերների մեջ շրջանառություն ունեցող սելերների մեջ թե ոչ, բայց կոնկրետ ես այս պահին դեռ չեմ ստացել ու դեռ սպասում եմ։ Տարօրինակ է Միլենայի համար, որ Ռուսաստանում Վայլդբերիսի պահեստները պայթեցնելուց օրեր առաջ ընկերությունը պայմանագրում մի կետ էր ավելացրել, որ փոխհատուցում չեն տրամադրելու պատերազմի հետևանքով վնասված կամ ոչնչացված ապրանքների համար։ Կարծում է նախապես են իմացել, որ Կիևը թիրախավորելու է օնլայն առևտրային հարթակի պահեստները եւ ապահովագրել է ընկերությունն իրեն։ Պատերազմը ամեն դեպքում նոր չի սկսվել, տարիներ շարունակ կար պատերազմը, բայց հայտարարությունը ու այդ պայմանագրային կետի փոփոխությունը տեղի ունեցավ ընդամենը մի քանի օր առաջ ու դրանից հետո այս իրավիճակը ստեղծվեց։ Ավելի քան 10,000 հայ տնտեսվարող է Վայլդբերիսում ապրանք վաճառում։ Շատերը տուժել են թե չորեքշաբթի Կրասնոդարի պայթյունից, թե հուլիսի 18-ին եւ 20-ին Մոսկվայի եւ Տամբովի մարզերում պահեստների վրա անօթաչուներով հարձակումներից։ Ուկրաինան առնվազն 4 լոգիստիկ կենտրոնների վրա հարձակումն արդարացրել է, թե ռուսները Վայլդբերիսի պահեստներում ոչ միայն քաղաքացիական ապրանքներ են պահում, այլև ռազմամթերք իրենց դեմ կռվելու համար։ Գայանե Մովսիսյան, Հենրիկ Համազասպյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Իսկ ռուսական-ուկրաինական փոխադարձ ինտենսիվ հարվածները շարունակվում են։ Ռուսական մի քանի մարզերի թիրախավորման հետևանքով զոհեր ու վիրավորներ կան, ավելի քան 220 ԱԹՍ է որսացել Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը անցած գիշեր։ Ուկրաինայում 3 քաղաքացիական բեռնանավ է խոցվել վերջին օրերին ուկրաինական կողմի տվյալներով։ Ռազմական լարվածության ֆոնին հանդիպել են Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության պատասխանատուները, քննարկել թե ռուս-ուկրաինական ռազմաճակատում, թե մերձավոր Արևելքում այս պահի իրավիճակը։ Մարկո Ռուբիոն Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հույս է հայտնել, որ պատերազմն արագ կավարտվի ու նոր հնարավորություններ կբացի ռուս-ամերիկյան համագործակցության համար։ Լավրովն ու Ռուբիոն 4-րդ անգամ են հանդիպել։
Հարավարևելյան Ասիայի ազգերի ասոցիացիայի արտաքին գործերի նախարարների Մանիլայում տեղի ունեցած հավաքի ընթացքում են շուրջ 35 րոպե զրուցել Միացյալ Նահանգների պետքարտուղարն ու Ռուսաստանի առաջին դիվանագետը։ Մոսկվան հայտնում է, որ ամերիկյան կողմի նախաձեռնած հանդիպմանը քննարկվել են ուկրաինական, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցեր։ Իրավիճակը Պարսից ծոցում։ Լավրովի հետ հանդիպման ժամանակ դուք ճնշում գործադրելու եք նրա վրա Ուկրաինայի հարցում, թե պարզապես Չգիտեմ, մենք դրա մասին խոսելու ենք։ Կարծում եմ Ուկրաինայում պատերազմը շատ առումներով խոչընդոտել է այլ թեմաների շուրջ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների համաձայնության եզրեր գտնելու։ Դա չի նշանակում, որ մենք չենք փնտրի համագործակցության այլ ոլորտներ։ Միևնույն ժամանակ կանանք տեսնել պատերազմի ավարտը։ Կարծում ենք Ռուսաստանի համար լավ կլինի, եթե այդ պատերազմը ավարտվի։ Միացյալ Նահանգները շարունակում է բաց եւ պատրաստական լինել պատերազմի ավարտի գործում կառուցողական դեր ունենալու համար։ Մենք միակն ենք աշխարհում, որ կարող ենք դա անել։ Փակ դռների հետևում հանդիպմանը կողմերը պայմանավորվել են շարունակել արտաքին քաղաքական գերատեսչությունների շփումները, հայտնում է Դաշնության արտգործնախարարությունը։ Պետդեպարտամենտը քիչ մանրամասներ է ներկայացնում։ Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ սենյակից դուրս գալիս Ռուբիոն ու Լավրովն անտեսել են լրագրողների հարցերը։ Ռուս-ամերիկյան բանակցություններին զուգահեռ Ուկրաինայի զինուժը գրոհել է Դաշնության մի քանի մարզերի ուղղությամբ։ Ղրիմի վրա գիշերային հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել, 4 վիրավոր կա։ Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովի խոսքով վիրավորներից 2-ը երեխա են։ Մի խաղաղ բնակիչ էլ Բելգորոդի մարզում է զոհվել, երբ ուկրաինական անօթաչուն ավտոբուսի է հարվածել։ Տարածաշրջանի օպերատիվ շտաբը հայտնում է, որ վիրավորներ կան, նրանց վիճակը ծանր է։ Ուկրաինան մի տրանսպորտային միջոց էլ թիրախավորել է Դոնեցկ-Ամբրոսիևկա ճանապարհին։ Ավտոմեքենայի վրա հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել, 10 վիրավորվել, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Դենիս Պուշիլինը։ Վորոնեժի մարզն է Կիևի դրոնային ինտենսիվ գրագիտակ եղել։ Այնտեղ քաղաքացիական օբյեկտներ են թիրախավորվել, տեղեկացրել է նահանգապետ Ալեքսանդր Գուսևը, նշելով վիրավորներ կան։ Մոսկվայից արևելք Ուլյանովսկի մարզում ուկրաինական անօթաչուները թիրախավորել են վառելիքաէներգետիկ համալիրը։ Նահանգապետը հայտնել է հրդեհ է բռնկվել։ Դաշնության պաշտպանության նախարարության տվյալով այս գիշեր ռուսական հոպը 223 ուկրաինական անօթաչու է խոցել։ Ուկրաինան էլ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից պահանջել է հուլիսի 27-ին արտահերթ նիստ անել Սև ծովում քաղաքացիական նավերի վրա Ռուսաստանի հարձակումների պատճառով։ Ուկրաինայի արտգործնախարարը հայտարարել է, որ վերջին օրերին Ռուսաստանն առնվազն 3 քաղաքացիական բեռնանավի է հարվածել։ Անդրեյ Սիբիգայի խոսքով Սև ծովի առևտրային երթուղիները թիրախավորելով Ռուսաստանը գիտակցված տնտեսական եւ մարդասիրական ահաբեկչություն է իրականացնում, վտանգելով համաշխարհային պարենային անվտանգությունը։ Մոսկվայի պնդմամբ Ուկրաինան քաղաքացիական բեռների անվան տակ իրականում Սև ծովով ռազմական նշանակության բեռներ է տեղափոխում։ Մարիամ Ամերջանյան, Էլենա Հինյան, Հայլուր։ Չի թույլանում լարվածությունը նաև Իրան-ԱՄՆ ճակատում։ Հակառակը ամերիկյան Axios-ը գրում է, որ Թրամփը Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ծրագիր ունի։ Իրանի վրա ամերիկյան հրթիռային հարվածներին պատասխանելով Թեհրանը թիրախավորում է Պարսից ծոցի երկրներում ամերիկյան ռազմաբազաները։ 12-րդ գիշերն անընդմեջ Միացյալ Նահանգները հարվածում է Իրանին։ Չնայած Պենտագոնի տվյալով Հորմուզը բաց է, Իրանի խորհրդարանի նախագահն ասել է, որ նեղուցի անվտանգությունը հնարավոր կլինի ապահովել միայն այն ժամանակ, երբ ամերիկյան ուժերը հեռանան։ Ղալիբաֆը շեշտել է, եթե Իրանը չկարողանա նավթ վաճառել տարածաշրջանում, ուրեմն ոչ ոք չի կարողանա դա անել։ Համաշխարհային նավթի գլխավոր զարկերակներից մեկի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ 3 նավթատար փորձել է անցնել Հորմուզի նեղուցի հարավային ճանապարհով։ Նավերից մեկը պայթել է ու այրվել, մյուս 2-ն արագ հեռացել են։ Հորմուզի նեղուցը մեր վերահսկողության տակ է։ Ցանկացած նավ, որին մոլորեցրել է Միացյալ Նահանգները եւ մտադիր է անցնել նեղուցը առանց Իրանի Իսլամական Հանրապետության հետ համաձայնեցնելու, նույն ճակատագրին կարժանանա։ 2 նավթատար նավի վրա էլ Իրանի աջակցությունը վայելող եմենի հութիներն են հարձակվել Կարմիր ծովում։ Զինված խմբավորումը սպառնացել է շրջափակել Սաուդյան Արաբիայի հիմնական նավահանգիստները։ Իրավիճակը ցամաքում ու օդում է լարված։ Իրանի բանակը հայտարարել է անօթաչու թռչող սարքերով Քուվեյթում ծանր հարվածներ է հասցրել 3 ամերիկյան բազաների։
Զոհերի կամ վնասների մասին տեղեկություն չկա։ Թեհրանը հայտարարել է, հարվածներն ուղերձ են Քուվեյթի ժողովրդին։ Միացյալ Նահանգներն է խախտել ձեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ոչ թե մենք։ Մենք հարվածում ենք Միացյալ Նահանգների զինվորականների օկուպացրած տարածքին։ Ամերիկյան ռազմական օբյեկտները Հորդանանում են Իրանի կրակի տակ հայտնվել։ Ալ Ջազիրան հայտնում է, ամերիկյան բազայի վառելիքի բաքերը հրկիզվել են, ոչնչացվել են հակահրթիռային պաշտպանության համակարգի ռադարները, ուղղաթիռների սարքավորումների վերանորոգման պահեստները։ Axios-ի տեղեկությամբ տարածաշրջանում ամերիկյան զորքերի շարունակական կուտակումների ֆոնին Դոնալդ Թրամփը դիտարկում է առաջիկա օրերին Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը վերսկսելու հնարավորությունը։ Տարածաշրջանում հնարավոր էսկալացիայի ֆոնին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի եւ համագործակցության նախարարությունը խորհուրդ է տալիս չայցելել Իրան եւ լքել այդ երկիրը նաեւ Հայաստանի տարածքով։ Գերատեսչությունը նշում է Մեծ Բրիտանիայի այն քաղաքացիները, որոնք ցանկանում են Իրանից հեռանալ Հայաստանի տարածքով, վիզայի կարիք չեն ունենա 180 օրվա ընթացքում։ Մարիամ Ամիրջանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Եվ վերջում Յուքոմի եւ Արևորթի կազմակերպության օգնությամբ Վայքի մանկապատանեկան մարզադպրոցի հոսանքի խնդիրը գրեթե ամբողջությամբ լուծվել է։ 5 կՎտ հզորությամբ կայանի փոխարեն տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան։ Ավելի մեծ հզորությամբ արևային կայան արդեն ունի Վայքի մանկապատանեկան մարզադպրոցը։ Համայնքի միջոցներով նախկինում տեղադրված 5 կՎտ հզորությամբ կայանի փոխարեն տեղադրվել է 15 կՎտ հզորության արևային կայանը Յուքոմի եւ Արևորթի բնապահպանական հասարակական կազմակերպության աջակցությամբ։ Հիմա մարզադպրոցը կկարողանա իր էլեկտրաէներգիայի պահանջարկը գրեթե ամբողջությամբ ապահովել սեփական արտադրությամբ։ Դպրոցի վրա արևային պանելները տնելը շատ կարևոր եմ համարում, դրանով համայնքը ահագին խնայողություններ կունենա, որը կուղղի սպորտ դպրոցի զարգացմանը։ Յուքոմի համար կանաչ տեխնոլոգիաների ներդրումը միայն շրջակա միջավայրի պահպանության հարց չէ։ Ընկերության նպատակներն են նաև համայնքային կառույցների արդյունավետությունը, կայունությունը, երկարաժամկետ զարգացումը։ Յուքոմի գլխավոր տնօրենի խոսքով համայնքներում արևային կայանների տեղադրման իրենց ծրագիրը արժեք է ստեղծում մարդկանց ու շրջակա միջավայրի համար։ Յուքոմում շատ հստակ միտք կա, գաղափարախոսություն կա, այն է, որ կանաչ տեխնոլոգիան պետք է ներդրվի, որ ինքը արտարացնի այլ ուրիշ արդյունքներ։ Ինչն են այդ արդյունքները, այն արդյունքները հետևյալն են, եւ որ այսպիսի վահանակներ ներդրվում է օրինակի համար Վայքի մարզադպրոցում, դպրոցը եւ ինչ որ ավելի մեծ չափով համայնքը կարողանում է էներգետիկ ծախսը խնայել։ Հետևաբար եւ որ էներգետիկ ծախսը խնայում է, ինքը կարողանում է այդ խնայված ծախսը կամ գումարը ծախսել մարզիկների վրա, երեխեքի վրա ու հոգալ իրենց այլ ուրիշ կարիքները։ Արևորթի հասարակական կազմակերպության նախագահի խոսքով համայնքներում տնտեսական եւ բնապահպանական խնդիրների համակարգային լուծումներից մեկն է էներգետիկ ինքնաբավությունը։ Արևային կայանների միջոցով խնայվում են ռեսուրսներ, որոնք կարելի է ուղղել համայնքների առաջնային խնդիրների լուծմանը։ Մեր համար կարևոր է, որ համայնքի տարբեր կառույցներ ունենան կայուն էներգիա, ինչը թե նպաստում է տնտեսական տարբեր շահերի, թե նաև էկոլոգիապես ավելի մաքուր էներգիայի արտադրման։ Վայքի մարզադպրոցն այսօր 430 սան ունի։ Այստեղ գործում են ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի, քիքբոքսինգի, կարատեի, ծանրամարտի եւ սեղանի թենիսի խմբակներ աղջիկների եւ տղաների համար։ Պարբերաբար անցկացվում են նաեւ շախմատի մրցաշարեր։ 4 թիմեր են մասնակցում են Հայաստանի առաջնության, մենք տրանսպորտի համար ենք ֆինանս ծախսում, նաև ուզում ենք վոլեյբոլի, բասկետբոլի թիմերնի մասնակցելու որպես տենց Հայաստանի առաջնության կծախսենք տենց բաների սպորտի զարգացման համար։ Յուքոմի եւ Արևորթի հասարակական կազմակերպության համագործակցության 4 տարիների ընթացքում արդեն տեղադրվել է 18 արևային կայան Հայաստանի տարբեր մարզերի մանկապարտեզներում, համայնքային նշանակության շենքերում եւ ենթակառուցվածքներում, խթանելով բնապահպանական կայունությունն ու տնտեսական արդյունավետությունը։ Լիլիթ Գասպարյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Սիրելի հեռուստադիտողներ, եթերում Հայլուրն էր, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։